Ես ինքս երեխին։ Ինքնուրույն քայլելը արդեն դժվար չէ։ Բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ մի քանի վիրահատությունից հետո արդյունքը այսպիսին է։ Երկաթից կոնստրուկցիաներ կա այնտեղ աշխատանքի տեղը հարթակի վրա։ Եթե շուռ եկավ վրես, հո ամբողջ ոտս ջաջախվեց։ 76-ամյա կնոջ ոտքին 1.5 տոննա քաշով երկաթի առարկա էր ընկել։ Ունեցել ենք ջնջխված բազմակի վերքեր, հյուսվածքների դեֆեկտ, ինչը որ տեսնում եք սպիական, որ երևում է, այս ամբողջ շրջանում եղել է հյուսվածքային դեֆեկտ։ Այդ ծանրությունից հետո ունեցել ենք ոսկրի բազմաբեկորված կոտրվածքներ, բազմակի ջնջխված հյուսվածքներ։ Մի քանի վիրահատություն ենք իրականացրել, առաջին փուլով կատարել ենք վերքի վիրաբուժական մշակում, դեֆեկտի փակում եւ արտաօջախային ապարատով ոսկրն ենք ֆիքսել։ Բժիշկների կողմից այդ հոգատարությունը իմ մոտ մնացել է սրտից մեջ, потому что այդ ամեն օրվա իրանց ներկայությունն առավոտյան ուժը քեզի էմոցիաներդ լավացնում է։ Ամեն օր գալիս էին, օր մեջ ինչան պետքա ոտս այդ վերքերը լվանում էին իրանք ինքնուրույն։ Եվ երևի այդ ամեն ինչը ինձ բանարել, որ ես շուտ լավանամ։ Տիկինը Վարդը ուներ նաև ստորին վերջույթների վարիկոզ, զարգացել էր մաշկի նեկրոզ։ Երկրորդ փուլ վիրահատությամբ կատարել ենք նեկրոզված հյուսվածքների հեռացում, ֆիքսացիա ոսկրի ինտրամեդուլյար մեխով եւ դա մի քիչ ռիսկային միջամտություն է, իրականում գնացինք դրան հաշվի առնելով տարիքը, որպեսզի նա շուտ ոտքի կանգնի եւ ակտիվանա։ Այնուհետև նեկրեկտոմիայից հետո իրականացնել ենք նաև վակ համակարգի տեղադրում։ Կատարվել է նաև դեֆեկտի փակում, մկանային պլաստիկա։ Մկանը սրունքի հետին մասից տեղափոխվել է առաջնային հատված, վերքերը փակվել են մաշկալաթերով։ Այս բանը պացիենտը գտնում է վերականգնական բուժման ավարտական փուլի մեջ, ոսկրային սերտաճում մենք ունենք գնահատված ռենտգենով, պացիենտին թույլատրված է մաքսիմալ ծանր բեռնվածությամբ քայլել ու աշխատում ենք հոդերի շարժումների վրա, որ արդյունքը բավարար է, լավ է, որ ավելին արդյունք ստանանք։ Այսպես ուրախ տրամադրությամբ էլ հրաժեշտ է տալիս սիրելի բժիշկներին, վստահ, որ մյուս անգամ նրանց կայցելի առանց ձեռնափայտի։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։